Ողջույն Արագինուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցից։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ։ Տիկին Կարապետյանց այսօր քարոզարշավի վերջին օրն է, Կիրակի արդեն մեզ սպասում են ընտրություններ, գիտենք, որ շատերը մտադիր չեն նույնիսկ ընտրատեղամասները գնալ, ընտրություններին մասնակցել, նման միտում նաև 2021-ին կար։ Ինչ կարևորություն ունի այս ընտրություններին մասնակցությունը, ինչու պիտի մեր համաքաղաքացիները գնան ընտրատեղամաս եւ անպայման մասնակցեն ընտրություններին։ Ես ուրախությամբ պիտի ասեմ մի հետաքրքիր բան։ Ես ճիշտ ասած սոցիոլոգիական հարցումներն առանձնապես չեմ վստահում, բայց նաեւ իմ միջավայրում, տարբեր տեղերում, դե հիմա քարոզարշավի շրջանակներում անդադ փողոցում ես լինում ու ես հիշում եմ այլ ժամանակների հետ համեմատած շատ ավելի մեծ է թիվը մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ մասնակցելու ընտրություններին, ավելի նրանք, ովքեր որ պատրաստ են իրենց գաղափարների հետևից գնալու, այն 18 թվականին տված խոստումների հետևից գնալու, մարդիկ, ովքեր մեծամասամբ, գիտեք, անգամ այն նրանք, ովքեր սատարում են այսօր գործող իշխանություններին, այդ մարդիկ ուղղակի չեն ուզում ընդունել իրենց սխալը։ Մենք որպես մարդ խաբված ենք, մենք սխալվել ենք, իսկ մարդ իր սխալը շատ դժվար է ընդունում, եւ հետեւաբար Ժորժան դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա, դուք պիտի գնաք ընտրության, մենք բոլորս յուրաքանչյուրը պիտի գնա ընտրության, դա չեմ ասում, որովհետեւ ես եմ մասնակցում, նաեւ իմ թիմն է մասնակցում ընտրություններին, սա ասում եմ, որովհետեւ սա իսկապես ճակատագրական մեզ համար որոշիչ փուլ է եւ մենք պիտի կարողանանք որոշում կայացնել։ Սա մոտավորապես կարելի է համեմատել այն անկախության այո ոչի նման, մենք պետություն ունենալու ենք, մենք ուզում ենք ունենալ անկախ պետություն, թե ոչ։ Սա հնարավորություն է, երբ յուրաքանչյուր մարդու ձայնը, բառացիորեն յուրաքանչյուր մարդու ձայնը ունենալու է ազդեցություն։ Սա գիտեք, մի տեսակ պաթոսային է հնչում, մարդկանց թվում է, թե դե լավ, հա իմ ձենը կգնամ, կալարեմ շորերս փոխեմ ձիվանից վեկանամ Կիրակյա կպարկեմ կամ կգնամ ընկերներիս հետ միտեղ գարեջուր խմելու։ Խնդրում եմ այդ արանքում ժամանակ գտեք, գնացեք, անպայման քվեարկելու, դա շատ կարևոր է, որովհետև իսկապես ամեն ձայնը հաշված է։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուների հստակ թիվը ավելի քիչ տոկոս է հավաքելու։ Շատ պարզ տրամաբանություն է։ Եթե 100 հոգի մասնակցեն, Նիկոլ Փաշինյանի համար 10 ձայն տվողները ուրիշ տոկոս է, շատ ավելի բարձր տոկոս է, եթե 1000 մարդ գնա ընտրություններին մասնակցելու, Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու 10 հոգու ձայնը շատ ավելի քիչ տոկոս է լինելու։ Մի վախեցեք, որ կպիտի փոշիանա։ Ձեզ ասում են, որ մի գնացեք, մի մասնակցեք, կփոշիացեք, մի վախեցեք, գնացեք մասնակցեք։ Մեզ էլ մեր հետ կապված էին ասում, շատերը ասում են, իսկ վախեն շատ ենք ուզում, բայց վախենում ենք, մտածում ենք կփոշիացնենք, չենք փոշիացնել։ Մենք արդեն հատել ենք։ Ես վստահաբար ասում եմ, որ մենք հատել ենք 4%-անոց շեմը, կասկած վարկյան չունենաք, եւ ինչքան շատ ձայն մենք հավաքենք, այդքան շատ մեծ կլինի մեր հնարավորությունը ազդեցություն ունենալ եւ փոփոխությունների գնալ։ Մենք լինելու ենք միջև վերջի մեր խոստումը կատարելու ենք։ Իդեպ ասեմ, մենք այն միակ կուսակցություն ենք, որը դեռ նախընտրական փուլում է սկսում կատարել իր խոստումները։ Մենք խոստացել ենք, որ մենք չենք գալի վճարով այսպես ծառայություններ մատուցելու ընդդիմության դերակատարում 5 տարի խաղալու պրեմիաներ ստանալու ու ոյաժներ անելու, ու մենք ի սկզբանե մենք հաշվարկել ենք ինչքան ձայն է մեզ անհրաժեշտ լինելու, մենք գիտենք, որ 4 եւ ավել ձայն, 4% եւ ավել ձայն ենք ունենալու։ Հիմա իհարկե շատ ավելի արագ տեմպերով մեր տոկոսները ավելանում է, բայց մենք հասկանում ենք, որ մենք 50 պլյուս չենք հավաքելու, հետեւաբար այդ ավելորդ ձայները, որոնք մենք հաստատապես չենք հավաքելու, այդ մարդիկ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ու դա տենց մի մեծ ցնծություն էր առաջացրել տարբեր կողմերի մոտ, բոլոր կողմերի մոտ, ասում էին, որ հավաքել են իրեն շորերը եւ հայդա դեպի Փարիզ փախել են բոլորին դեմը, կուսակցությունը լուծարվում է։ Ոչ, մենք ուղղակի պատասխանատու ենք։ Մենք գիտենք, որ մեր խոստումների հետևից մարդիկ պիտի սկսեն վստահել։ Մենք պիտի մեր խոստումները կատարենք։ Մենք գնում ենք մեր խոստումների հետևից, այնպես որ մնացած ամեն ինչն է լինելու է տեղում։ Նախորդին Տիկին Կարապետյան, տեսանք, որ անցկացվեց առաջին համարների մեծ բանավեճը, նախ ինչպես է գնահատում դա եւ ձեր կարծիքով որ հիմնական թեմաները դուրս մնացին, այսպես ասած, այդ քննարկումներից եւ չբարձրաձայնվեցին այդ մեծ աղմուկի մեջ, որը կար այդ բանավեճի ընթացքում։ Հա, մի բան էլ ասեմ, այս առաջի համարների հետ կապված տրամաբանությունը հուշում է, որ վարչապետների տեխնացուները պիտի քննարկեն, բայց քանի որ մեր մոտ ընդունված է եղել, որ կուսակցություն, եթե կա կուսակցություն, ուրեմն կուսակցություն ունի հարուստ պապան վարիանտ չկա, որ չլինի առաջի համարը, հետեւաբար առաջի համարները հաստատ վարչապետի տեխնացուներ են, ու որևէ մեկի մտքով, այդ թվում նաև գործող իշխանություններ են, ժողովրդավար կուսակցությունները, քաղաքասարակություն իրար հետ նստել են քննարկել են փոփոխություններ են արել օրենքի
կյանքի մեջ, բայց չեն ֆայմել, այսինքն մտքներով է չի անցել, որ կարա ցուցակը լինի, այսինքն падգամավորների տեխնացուների ցուցակը առանձին կազմվի եւ տարբեր մարդիկ տարբեր տեղերում լինեն, բայց վարչապետի ընտրության, վարչապետի տեխնացու ընտրությունները եւս անցկացվեն առանձին եւ ցուցակի ոչ առաջի համարը լինի վարչապետի տեխնացու։ Պատկերացրեցիք, ասում այստեղ շատ հետաքրքիր էր, ես շատ ուրախ եմ, որ բայց մյուս կողմից էլ ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցին այս բոլոր բանավեճերին մասնակցեցին մեր թիմի ոչ այդքան մեծ փորձառություն ունեցող, քաղաքական գործունեության ոչ այդքան մեծ փորձառություն ունեցող իմ գործընկերները, որտեղ դա շատ կարևոր փորձ էր, որով պիտի անցնեին, ոչ մի բանավեճ այնտեղ չկար, որովհետև թիմը բաժանվել էր, այսինքն բաժանված էին երկու կողմի կարելի ասել, մի կողմ կանգնած էին ընդդիմությունը, մյուս կողմ կանգնած էին Նիկոլ Փաշինյանը, իր սատելիտները եւ վարողները, H1-ի վարողները, որոնք ակնհայտորեն թույլ էին տալի խախտումներ, երբ Նիկոլ Փաշինյանը անսահմանափակ զրույցներ էր ունենում, երբ Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստները, սազանդարները, սատելիտ իրակուսակցությունները անընդհատ փորձում էին տեղից խանգարել իրանց չէին ընդհատում, ընդդիմության միկրոֆոնը անջատած ու անջատած էր։ Շատերը մասնակիցներից առաջին անգամ էր մեր Սպարտակը, մեր Սպայդերմենը Սպարտակը Գյուրեգյան առաջին անգամ էր այդպիսի բանավեճին առհասարակ քաղաքական գործունեության մեջ մտել, Նարեկը Կարապետյան առաջին անգամ էր մտել, Թաթոյանը Արման առաջի անգամ էր մտել, այսինքն մարդիկ այդպիսի կոշտ քաղաքական, այսպես ժոստկի խաղի սովոր չէին, մի տեսակ մի քիչ էլ չափից դուրս դաստիարակված էին ու իրան շատ ավելի կիրթ էին պահում, քան խաղի կանոն, քան կյանքը թույլ է տալիս լինել այդքան ինտելիգենտնի, մի քիչ ավելի այնպես չեղավ ինչպես կարող էր լինել, բայց ոչինչ, ես կարծում եմ, որ իմ նշած մարդիկ շատ լավ, Լևոնը Զուրաբյանը իհարկե ավելի փորձառու է, ինքը կարողացավ ինչ-որ ձևի փորձել ներկայացնել, բայց նրանք ովքեր որ առաջի անգամ են քաղաքական այսպիսի մեծ դեպատների, ես կարծում եմ իրանք շատ լավ ներկարողացան, առավելագույնը կարողացան տալ այդ աղմուկի, այդ ոչ բանավեճի, այդ ինչ ասեմ, այդ քաոսի մեջ, ոչ հավասար պայմաններում, բնականաբար ոչ հավասար պայմաններում, եւ որտեղ որ մի կողմից այսպես բիրտ տահաճ ձայնով մարդներ, մյուս կողմից եւ սիրան սատարողները եւ մյուս կողմից ընդամենը 3 հոգի մարդիկ, ովքեր որ տենց ընդդիմությունն էին ներկայացնում, ոչինչ, նորմալ էր։ Նորմալ էր։ Դա էլ է փորձ, դա էլ է փորձառություն, դա շատ կարեւոր է այդպիսի process-ով անցնելը։ Ես հույս ունեմ, որ մենք հետագայում նաեւ բոլոր իսկապես իրական ընդդիմադիրները կհանդիպեն պարլամենտում ու մենք իրավիճակ ենք կարողանալու փոխել։ Մենք տեսանք, որ ողջ քարոզարշավի ընթացքում, այդ թվում նաև 3 բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ ագրեսիվ պահվածք էր դրսևորում, նախ քարոզարշավի ընթացքում թիրախավորում էր առանցքային ուժերի ղեկավարներին, վիրավորում էր, հետո անցավ արդեն շարքային քաղաքացիներին ու մասնավորապես արցախցիներին թիրախավորեց, վիրավորանքացրեց։ Ձեր գնահատմամբ ինչ միտում ունի սա, ինչով է սա պայմանավորված, արդյոք Փաշինյանը վախենում է իշխանությունը կորցնելուց, թե այստեղ այլ գործոններ կան։ Ես կարծում եմ երկու գործոն կա, առաջինը որ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես չի մարսում ամեն հայկականը, այս մարդը ամեն հայկականի նկատմամբ ուղղակի ատելություն ունի, երկրորդը որ Նիկոլ Փաշինյանը չունի պատասխաններ այն հարցերին, որոնք մեզ համար հասարակության ճնշող մեծամասնության համար կենսական են, ու այդ երբ իրեն հստակ ուղիղ հարցեր են տալի, ինքը ընկնում է այդ ագրեսիա, այդ խելագարության ինչ-որ վիճակների մեջ ու դրա արդյունքում որ մեր ընկերներից Արտուր Օսիպյանը հիմա հայտնվել է անազատության, ապօրինի անազատության մեջ եւ 18-րդ օրն է հիմա փաստորեն հացադուլի մեջ է, սա անպատասխան մնալ իհարկե չի կարող, սա չեմ ուզում ասել բոլորի քթերից է գալու, ինչ որ ուժ ձևակերպում եմ ման գալիս, բայց սա չեն մարսելու ոչ մեկ, որովհետև այս երկրում գոնե մի հատ դատախազ օրինակի համար պիտի լիներ, էլի։ Մի հատ, չգիտեմ, նախագահան բացի պանիխիդաներին ֆոտո սելֆիներ անելուց ինչ որ ուրիշ գործառույթներ ունի, սահմանադրությունը թող մի հատ բացի նա ինքը գործառույթ ունի, ուրիշ անելու թե չունի։ Ու էլի բազմաթիվ մարդու իրանքների պաշտպանը ամոթ, 1000 ամոթ, շատերը հրճվում էին նրանով, որ մենք կին գլխավոր դատախազ ունենք, կին մարդու իրանքների պաշտպան ինձ համար մեկ է հանցագործությունը կատարվում է կամ հանցակցություն է կատարվում կնոջ կողմից թե տղամարդու կողմից, ինքը հավասարապես դատապարտելի է։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանը ինչի է տենց տվայտանքների ընկել ու ագրեսիայի մեջ անկել։ Մի կարևոր բան էլ կա, Նիկոլ Փաշինյանը բացասական էմոցիաներից էներգիա է հավաքում, տենց տպավորություն է։ Այդ մարդը երբ որ բոլորը վատ են, ինքը ֆուլ լավ է։ Երբ որ հայերը, հայաստանցիները, արցախցիները, հայությունը ընդհանուր սփյուռքն էլ հետը միասին վատ են, ինքը փառահեղ վիճակ
փակում է, եւ վերջապես ամենակարևոր հարցը Նիկոլ Փաշինյանը տենց ինչ որ իր երազներում ու ֆանտազիաներում մտածում էր, որ ինքը 51 չէ, 60 քանի տոկոս է, հա, բա ոնց ասում է, թանել չէ, փրթած մածուն։ Ինքը հիմա հասկանում է, որ ինչքան էլ կողքից բրթում են, ինչքան է սոցիոլոգիան, ինչքան Վենսը գալիս է ճպճպացնում է, չգիտեմ, ուսին է ճպճպացնում, ինչա բանն է գալիս, այն մյուսը ով էր։ Մակրոնն է իմ սիրելի Ֆրանսիայի ղեկավարն է գալիս այդտեղ փաթաթվում է իր այդ մանա գալիս ամոթալի խայտարակ վիճակ է, որտեվ սրանք իսկապես ժողովրդավար երկրներ են եւ իրենք իսկապես թե ես միշտ համարել եմ, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան իրենք բարեկամ երկրներ են, մենք միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել էլի, ու երբ որ սատարում են այս տեսակ մարդուն, ես հասկանում եմ իրանք հետաքրքրություն ու շահ ունեն բայց պիտի հիշեմ, որ բոլոր իշխանությունները իրանք ժամանակավոր են։ Շատ կարևոր է, որպեսզի ժողովրդի մոտ բացասական վերաբերմունք այդ երկրների նկատմամբ չձևավորվի։ Այն մենք տարիների մեր աշխատանքը, երբ որ արևմուտքի նկատմամբ, արևմտյան արժեքների նկատմամբ գիտակցությունը, չգիտեմ, այդ արժեքների ներմուծումը Հայաստան մենք բերում ենք, հիմա մարդկանց մոտ հարց է ծագում, եթե արևմտյան արժեքները էսա, որ պիտի գան այս սրան սատարեն տենց ուսին ճպճպացնելով տենց ուրախած փաթաթված նկարեն իրար հետ ռուսիկ մայքով վազվզեն հեծանիվ քշեն մեզ պետք չի Ժորժ ջան մեզ պետք է այդ արժեքները որովհետև այդ արժեքները ոչ Նիկոլով է սկսում ոչ ինչ էր անում Մակրոնն է ոչ մնացած ոչ Վենսերն են ոչ մնացած բոլորներն են այդ արժեքները մեզ պետք են որովհետև այդ արժեքներով միայն կարող ենք մենք նորմալ երկիր կառուցել հիմա ինչու է տես տվայտանքների մեջ հիմնական պատճառը որովհետև գիտի որ այդքան ձայն չի հավաքելու մարդը տառապանքների մեջ է շատ իրատեսական եթե ես դու փորձում ենք մեր հաշվարկները իրականացնենք տարբեր էջերում կան ինչ որ հարցումներ տարբեր կազմամասնագիտացված կառույցներ որոնք խայտարակ իրականում ներկայացնում են մանիպուլյացիաներ խայտարակ մանիպուլյացիա ամոթ ձեզ դուք եք ասեք սոցիոլոգիան գիտեք ինքը շատ կարևոր բան է գիտություն է բայց սոցիոլոգիան դարել է մի տեսակ ոնց որ բան էլի ինչ ասեմ էժան ապրանք որ լիժբը փողը տան ինչ թիվ կուզեք կնկարենք տենց չի կարելի մեկ օրվա ընթացքում երկու տարբեր հակասականներ տարբեր արդյունքներով ոնց կարա տենց բան լինի, էլի ամոթ է։ Սոցիոլոգիան շատ կարևոր է, որտեվ ես օրինակ կարծում եմ, որ հետագայում իհարկե, երբ որ կունենանք նորմալ, արդեն կսկսի նորմալ պետական մարմինները գործել, այլ իրական սոցիոլոգների վրա որպես մասնագետներ պետք է աշխատել, պետք է լավ մասնագետներ հրավիրել կամ պատրաստել մերոնցից պատրաստել այդ օգնել դառնալ լավ սոցիոլոգներ, լավ մեթոդաբանություն բերել, որտեվ այդ սոցիոլոգիայի հիման վրա է, որ դու կարողանում ես շատ տեղեկություններ, նաև հաշվարկ անել, նաև երկարատև հաշվարկներ անել, նաև պրոյեկտներ բերել կյանքի կոչել ու իսպար բացակայության պայմաններում սա դառնում է ուղղակի ինչ որ մեկի ձեռին խաղալիք այսինքն ցես համար արժանահավաք չեն այդ բացարձակ անգամ ասեմ IRA-ի բացարձակ արժանահավաք չեն, որովհետև բա Վենսը եկել էր ուսին տպտպացրել էր, բա հետո Վենսի գնալուց հետո ոնց կարար թիվը չավելանար, չէ, իրանց դա ոչ թե Նիկոլի խնդիրն էր, այլ Վենսի խնդիրն էր, բա չի ասի, ասում է, բա մեր papan եկավ ձեր ուսին կտկտացրեց, գնաց, բա ոնց կարա քո ձայները չավելանա, բայց իրականության մեջ ոչ մի տենց առանձնապես թույն տպավորություն չէր թողել, էլի։ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ Վենսի գալը Մակրոնի հետ հեծանիվ քշել էր, թե ինչ էր վազվզում են իրար հետ խմում էին, գագաթաժողովի առհասարակ անցկացումը Էլի բազմաթիվ ինչ որ միջոցառումներ, որոնք ստեղ արեստականորեն որպես միջամտություն, ես պնդում եմ, որ սա միջամտություն է, որտեվ շատերն այո զորահանդեսնել էր դա մանիպուլյացիա էր, ինչպես թոշակների բարձրացումը, այո իհարկե մեր բանակը պիտի ամենազորեղը լինի, ամենազորեղը։ Մեր բոլոր տեսակի հնարավորություններով պետքա ինքը ամրապնդված լինի, բայց դա բառացիորեն ընտրություններին ընթառաջ ուղղակի ցուցադրական, հա էլի, 8 տարվա մեջ առաջի անգամ դու բան ես ցուցադրում ու ձևական ու մի խոսքով լավ բանակին ես շատ բան եմ տենց ռուսերեն բարկա տրեպիտնը տենց ուրիշ ձև եմ վերաբերվում բանակին չեմ ուզում ասել, պրոստը սրանք իսան չեն, էլի սրանք մարդ չեն։ Մի խոսքով իրենք ամեն գործիք փորձեցի։ Հա, իդեպ հիբրիդային պատերազմի մասին։ Ես շատերը խոսում են միայն Ռուսաստանի ներազդեցության, միջամտության մասին, բայց որևէ մեկը այստեղ պրոիշխանական պրոպագանդիստները, տարբեր ռանգի, չգիտեմ, իբր բաները, հա, անկախ փորձագետները ոչ մեկ չի խոսում, ժոր Թուրքիան հետաքրքրություն չունի, իսկ որ Թուրքիան ասում է, որ սատարում է Նիկոլ Փաշինյան, ձեր համար խնդիր չի
չի, իսկ Ադրբեջանը այստեղ հետաքրքրություն չունի, իսկ Ադրբեջանը Թուրքիան միասին այստեղ հիբրիդային պատերազմ չեն վարում, իսկ այդ միջամտությունները եվրոպական երկրների ամենայն հարգանքով ես ինքս իմ էությամբ Եվրոպամետ եմ։ Միշտ եղել եմ Եվրոպամ, նույն Եվրոպամետ, այլ շուտ արևմտամետ եմ իմ էությամբ։ Բայց ասում եմ կներեք, այս միջամտությունը, որը դուք թույլ եք տալի, իմ համար հավասարապես դատապարտելի է, ինչքան որ դատապարտելի է Թուրքիայի, Ռուսաստանի ու մնացած բոլորի միջամտությունները։ Դուք եկել եք, դուք խոսում եք ժողովրդավարությունից, մենք 30 տարի աստեղ բան ենք, ժողովրդավարություն ենք քարոզում մարդկանց, բացատրում ենք ինչի պիտի լինի արդար, ազատ ընտրություններ, դուք գալիս եք միջամտում եք, բա ձեր այսքան ծախսած փողը, այս գրանտները այսքան որ տալիս եք, որ մենք մարդ սովորացնենք, բա իմաստը ո՞րն էր այդ փողերի։ Մի խոսքով, ժողովուրդ, մենակ այն, բա կարևոր մասին։ Մենակ են, որ այսքան մարդ, այսքան կառույց, այսքան երկիր քիթները խոթել են մեր երկրի գործերի մեջ, ամեն ձև, ամեն տարբերակ օգտագործում են միջամտելու համար, նշանակում է ամենակարևորը։ Իրանք վստահ չեն, որ իրանք կլիենտը անցնելու է, причем վերաբերում է բոլոր կլիենտներին։ Սա նշանակում է, այո, որ մեր քաղաքացու ձայնը բացառիկ հնարավորություն ունի ազդեցություն ունենալու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու, ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ վերջ։ Այս թեման այլևս փակված է։ Երբ որ ասում են, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարող ազդեցնել, բա մեր ձայնը ինչ ունի, այս ունի։ Աշխարհի ամենահզոր երկրները միջամտում են ձեր երկրի ընտրություններին։ Դա էս հեջ բան չի։ Այո, սա էս հեջ բան չի հուշում, ժողովուրդ։ Սա հուշում է, որ մենք նախ մի մասն էլ կար ասում էր, դե Հայաստանը տենց ախմախ տեղ է լոկացիայով, ոչ մեկին հետաքրքիր չի, տենց անտերո դուս գցած է։ Մի հատ նայեք ինչ շարժ է կատարվում, բոլորը սխալվում եք կամ բոլորը ստում եք, որ Հայաստանը կարևոր չի, որ հայ ժողովրդի ձայնը կարևոր չի եւ լսելի չի։ Ժողովուրդ, ամսի 7-ին հրաշալի հնարավորություն կա գնալ ընտրությունների ու շուռ տալ այդ սեղանը, որի վրա մեզ այդ զոհասեղանը, որտեղ մեզ մատաղ են անդադ փորձում անում։ Մենք մեր երկրում դե վերջապես որոշումներ կայացնելու հնարավորություն ունենք։ Տիկին Կարապետյան, քանի որ խոսեցինք Փաշինյանի պահվածքից, ինչու է հատկապես ինքը ինքնատիրապետումը կորցնում, երբ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ։ Մենք տեսանք այդ մի քանի դեպքերի նմանականատես են եղել։ Հա, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ հենց դա ուղիղ իմաստով նաև իր ամեղքն է։ Ասել, որ դա միայն Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ներքո գտնվող հարց էր, իհարկե չէ, բայց փաստը մնում է փաստ։ Քո իշխանության ժամանակ կորցրել են Արցախը։ Քո իշխանության ժամանակ դու հայտարարություն ես անում արցախահայությունը Արցախում 9 ամիս սովամահության է տրված բլոկադայի մեջ է գտնվում, ոչ գազ ունեն, ոչ նորմալ ոչ սնունդ կա, ոչ դեղ կա, ոչ մանկական կեր կա, ոչ մի բան չկա, դու ասում ես Արցախի ժողովրդին, ոչ մի վտանգ չի սպառնում, այն Ադրբեջանի արտգործնախարարն էլ մեր երկրի, դե լավնա վատնա ինչ որ է մեր արտգործնախարարին դնում է ասում է ու այն բանից ու դու ես անում դա, դու հանցակից ես Նիկոլ Փաշինյան, դու ցեղասպանական գործողությունների, արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների հանցակից ես, այո դու չես կատարողը, դու չես հիմնական դերակատարը, բայց դու հանցակից ես, որովհետև դու կարող ես այլ ուղղություն ընտրել, այլ գործողություններ իրականացնել։ Մենք այստեղ գիտեք ինչ վիճակում ենք, ես այն ժամանակ դեռ քաղաքասարակության ներսն էի ու բոլոր դրսից հայերը ամբողջ Սփյուռքը ես 24 ժամ զանգեր էի ստանում, ասում էին մի հատ կասեք ինչ են ուզում արա, մենք չենք կարողանում ասում հասկանանք ինչ են ուզում արա, մեր այդ կապի դուրս չենք գալի, որ մենք էլ ստեղ հասկանանք, մենք համարժեք, համաչափ ինչ գործողություն անենք, պետք է անջատում հանուն փրկության, պետք է ինչ ենք անում, որ գործողություն ենք բան անում, հա, առաջ տալիս։ Ու այս մարդիկ մի Սփյուռքը ընդեղ, հայերս, հայաստանցիները ստեղ, բոլորս արցախցիները ընդեղ ցեղասպանության զոհ։ Այս մարդը իր համար նստած ասում է, ես որոշում եմ կայացրել, դու գլուխը պատովն ես տվել, որ այդպես որոշում ես կայացրել։ Դու այդքան չկաս, որ հայկական պատմությունը անիվը հետ շրջես կամ կանգնեցնես։ Մենք անցել ենք 6000 տարվա, ինձ թվում է մի քիչ լավ էլ։ Պատմություն ունենք։ Այնպես չի, որ մեզ բանից են ծառից են քաղել կամ պատիծակից են գտել։ Մենք 6000 տարի եղել ենք, մենք անհաշվելի թվով իմպերիաները, պատմության մեջ հայտնի բոլոր մեծագույն իմպերիաները վերապրել ենք, ու մենք էլի ենք վերապրելու, էլի վերածնունդ ենք ունենալու։ Ու սա այս ընտրությունները իրականում հնարավորություն են տանելու, սկիզբը դնելու։ Ամեն ինչից, գիտեք, մեզ երևի մի բան էլ ասեմ, ինչ կարող է կոպիտ լինի, բայց ներողություն եմ խնդրում նախապես, բայց պետականության կարևորությունը հասկանալը մեզ մի տեսակ ոնց որ հեշտ տրվեց, էլի։ Ճիշտ է, մենք պատերազմ ունեցանք 90-ականներին շատ դժվար մութ, ցուրտ բան տարիներ, բայց մի հատ էլ
բառ պիտի օգտագործեմ կներեք, ասում եմ պետականության ղադերը չիմացանք էլի նոր այսենց մեծ կորուստների, ահավոր, անտանելի, աններելի կորուստների արդյունքում մեր հասարակությունը սկսում է հասկանալ ինչի է քեզ պետությունը պետք։ Պետությունը քեզ պետք է, որ դու կամ ինչի են պետք պետական ինստիտուտները, կայացած պետությունը, որպեսզի դու հերթական անգամ ցեղասպանության զոհ չդառնաս, որպեսզի ամեն պռախադիմից չդառնա քո երկրի վարչապետը ու քո ազգի, ամբողջ ազգի քո ժողովրդի ճակատագիրը միանձնյա որոշումներ չկայացնի։ Այլ մեր ամբողջ կռիվը ինչի համար է։ Մենք ուզում ենք, որ այլևս մի հոգի այս երկրում թագավորություն չանի, որ որոշում կայացնելու որևէ միջոց լինի մարդկանց ձեռը բռնելու։ Սա լավագույն միջոցն ալնելու, այս պահին մեր առաջարկը շատ փոքր է, ընդամենը 3 կետանի է, բայց մենք սրա շուրջ ենք եկել համաձայնության, սա դեռ սկիզբն է, սա իհարկե պիտի ունենա շարունակականություն, սա ունենալու է պարտադիր շարունակականությունը, որտեղ մենք կարիք ունենք բովանդակային խորքային փոփոխությունների եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ շանս ունենք մեր պրոյեկտը, այս պրոյեկտը, բոլորին դեմ են պրոյեկտը հաջողության հասնելու, չի բացառում, որ ես էլ կարող եմ լինել վարչապետի տեխնացու, ներողություն, վարչապետ լինել եւ դա նշանակում է, որ ես այլևս 10 տարի որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորություն չեմ ունենալու, բայց սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որպեսզի առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդ։ Առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ վարչապետը հետաքրքրված չի լինելու իր վերարտադրվելով։ Առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ ինքը չի ունենալու իր կուսակցությունը, որի համար տենց բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները օգտագործելու է, որտեղ բոլորին դեմ եմ կուսակցությունը լուծարվելու է։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն կունենան այն փոքր ուժերը, որոնք որ իսկապես գաղափարական են, շատ տարբեր իրենց էությամբ, բայց հնարավորություն կունենան գալ մտնել պարլամենտ եւ որևէ մեկը միանձնյա իշխանություն չի ունենալու։ Այս եւ ամենակարևորը, մենք ավելացնել ենք բոլորին դեմ եմ թերթիկը, քվեաթերթիկը հետագայում, որպեսզի հոգնած ու զզված մարդիկ ոչ թե չգնան ընտրություններին, այլ գնան ու իրանց դժգոհությունը հայտնեն, իսկ դա նշանակում է, որ պարլամենտում որոշակի թվով հավաքած տոկոսների չափով տեղեր բաց են մնալու։ Սա ժողովուրդը պիտի հնարավորություն ունենա բացի ձևական ինչ-որ մեթոդներից կոնկրետ առարկայական բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունն է, բոլորին մերժելու հնարավորությունն է։ Ու կուսակցությունները պիտի վախենան այդ բոլորին դեմ քվեարկողներից, պիտի սարսափեն այդ մարդկանցից, որտեվ իրանց բոլոր պլանները փլուզվելու են։ Այնպես որ շատ հրաշալի հնարավորություն է, ծանր ժամանակներ են, ես ընդունում եմ, որ շատ ծանր ժամանակներ են, հոգեբանորեն բոլորս լարված ենք, բոլորս իսկապես հոգնել ենք, այս քարոզարշավն էլ շատ ագրեսիվ էր, շատ ահավոր, անտանելի, ուղղակի այդ ատելության խոսքի չափը, այդ բռնությունները, հիմա նորից սկսել են արդեն կալանավորումները տարբեր մարդկանց, ձերբակալությունները, շատ դժվար է լինելու, բայց սա լուծում ունի, մենք կարող ենք այն նորից շուռ տալ են սեղանը, որի վրա փորձում են զոհաբերել մեզ հայությունը, հայկական պետականությունը։ Տիկին Կարապետյան, ձեր խոսքում են նշեցիք ձերբակալությունների մասին, այսօր առավոտվանից տեսանք, թե ինչ է կատարվում, մի շարք ձերբակալություններ, նույնիսկ Արմատ մեդիայի խմբագրություն էին մտել, որ ընդդիմադիր լրատվամիջոցը ինչ ուղերձ է սրանով ուզում իշխանությունը ուղարկել եւ ընտրողներին եւ իր մրցակից մյուս ուժերին։ Այս ինֆորմացիան թող լավ լսեն այն միջազգային գործընկերները, դիտորդական խմբերը, դիվանագիտական կորպուսները, որոնք Նիկոլիուսին տեն ձեռը դրած ման եք գալիս։ Այս է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը, նորից շատ կարեւոր է Նիկոլ Փաշինյանները, կապ չունի անուն ազգանունները, իրանք ժամանակավոր, իրանք գալիս են ու գնում են, կամ իրանք հանում շպրտում են դուս։ Ժողովուրդը ու պետությունը հարատև է ու մնալու է։ Մի փչացրեք ձեր հարաբերությունները հայ ժողովրդի հետ, որովհետև մենք պիտի շարունակենք իրար հետ ապրել, իրար հետ գործընկերային հարաբերություններ ունենալ, իրար հետ նոր աշխարհ ստեղծել, որտեղ աշխարհը փոխվում է, մենք պիտի բոլորս միասին, իսկ մենք տալու լիքը բան ունենք աշխարհին։ Այնպես որ այս հարցերը խնդրում եմ, որ միջազգային գործընկերները անպայման ուշադրություն դարձնեն։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը անցնում է հաջորդ этаպին։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ ինքը իր այդ 51, 65, 178% հավաքում է, Նիկոլ Փաշինյանը խելոք գնալու էր իր գործերով տենց առանձնապես բան չեն, բայց ինքը գիտի, որ անպայման սկսվելու են process-ներ, ինքը գիտի, օրինակ Արմատ մեդիան, ես գոնե տենց նկատում եմ, որ ինքը ընդդիմադիր դաշտի մեջ է, եւ հետեւաբար, այո, ես վստահ եմ, որ հերթով բոլորին փորձելու են փակել, բոլոր ռուպորները, որոնցով կարողանալու են խոսել, դուք էլ տենց զգուշ եղեք մի քիչ ակուրատն եղեք, նավ սեքսուչի տնեցիք զգուշացրեք, ես գոնե տնից դուրս գալուց ամեն անգամ մերոնց ասում ժորտ կամ կգամ, կամ էլ կգա քրեակատարողական հիմնարկ ընդեղ կհանդիպեմ։ Կատակ ենք անում, բայց իսկապես սկսել է հետապնդումների շատ մեծ շարք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ
ընտրությունների տարբեր ձևերով կեղծման ճանապարհով Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ այդ կեղծումը չի մարսելու ու փողոցում կարող են լինել մարդիկ, իսկ դա գիտեք, այս ներվը որ կա օդի մեջ, այնպես չի, որ ինչ որ մեկին համոզելու են, որ ինքը գնա փողոց, վրթոված մարդիկ, այս ներվը միտեղ պիտի դուրս գա, այս ներվը հողանցում անել չի լինելու։ Սա ես ամեն անգամ ասում եմ, այդ նույն ներվը կար 18 թվականին, երբ որ մարդկանց մեջ այ զայրույթ կար, ներվ կար ու դա օգտագործեցին լավագույնս այս անհաջողությունը եկավ մեր գլխին, բայց հիմա բացի այդ ներվից, այդ վրթովմունքից, վիրավորանքից կա ազգային արժանապատվության եւ կարծում յուրաքանչյուր գիտակից մարդ իր անձնական նվաստացումն ազգում, վիրավորվածությունն ազգում, որովհետեւ իրանք դրա համար չէին եկել։ Իրանք ոչ 18 թվականին իրաց խոստումն իրականացրեցին, ոչ է 21 թվականին Շուշի ու Հադրութը, որ հետ բերողներս ոչ էլ դա արեցին։ Հետևաբար այս մարդկանց ու ամեն օրվա ռեժիմով մեզ համոզել, որ Արարատը ձերը չի, պատմությունը ձերը չի, ցեղասպանությունը դուք եք մեղավոր, ոչինչ որ տենց ցեղով տարեգնդակարել միլիոն ու կես, հիմա եկեք հաշվենք այդ միլիոն ու կեսը, թե միլիոն ու կես չէ, բան չի ա տենց եղել, հա, հələ այս հարցերը ես ինքս ինձ անձնական վիրավորանք եմ զգում, որովհետև ես կարծում եմ ինչպես շատ շատերը, ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության հայերը իրենք ցեղասպանություն վերապրածների ժառանգներ են։ Ես ինձ նվաստացած եմ ու վիրավորված եմ զգում, երբ որ այս մարդը առհասարակ այդ թեմայի մոտիկ է գալիս։ Ինչ է նշանակում։ Մենք պատմություններ ունենք ընտանեկան, որոնք որ, չգիտեմ, մարդը առանց արցունքների չի կարողանում ոչ պատմի, ոչ լսի։ Բայց դու եկել ես ինձ այդքան բան ես ասում։ Այդ ճանապարհով ինքը մեզ անցկացնում է ամեն օր։ Ինքը համոզում է մեզ, որ Արցախը դե ինչ հայկականս մեջ կապ ուներ Արցախը։ Արցախում եկեղեցի են ավիրում, ինքը ասում է, մենք հələ կա հետազոտենք, ինչդ պիտի հետազոտես, դու քեզ կտար հետազոտի։ Միակ բանը, որ դու կարաս անես, քեզ տար հետազոտի ու տար հանձնի ուծիլ, ուրիշտեղ դու պետք չես գալու։ Մի խոսքով շատ ծանր է լինելու, դժվար է լինելու, այս ընտրություններին ընդառաջ ես ասում եի, որ մեզանից յուրաքանչյուրը, ով իսկապես ընդդիմադիր դիրքորոշում է ունենալու, ինքը ոնց որ տենց քայլող թիրախ լինի, միշень, հա, որ ասեն, որ կրակում են հեռուց։ Մենք շատ լավ այդ շատ ամեն ինչը հասկացել ենք, սա ամեն ինչը շատ լավ հաշվարկած է, շատ ճիշտ գնահատված է, բայց մենք ամեն մեկս մեզ հաշիվ ենք տալի, որ կամ ինքը կամ երկիրը ուրիշ տարբերակ չկա, ինքը մեզ տարբերակ չի թողել, հետևաբար ես ընտրում եմ երկիրը, ես ընտրում եմ իմ հայրենիքը, ես ընտրում եմ իմ հայրենիքը իր բոլոր մինուսներով ու պլյուսներով, ես ընդունում եմ իմ հայությանը իրանց բոլոր տարաձայնություններով, իմ բոլոր անհամաձայնություններով շատերի հետ, բայց ես ընդունում եմ բոլորին, բացի նրանցից, ովքեր պատրաստ են ատելություն սերմանել հայկականի նկատմամբ, մեր պետության կազմաքանդմանը մասնակցողների, ես այդ մարդկանց չեմ ընդունում, այդ մարդիկ պիտի մտածեն ոնց են ապրելու ամսի 7-ից հետո։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը պարտության դեպքում պատրաստ է տանել բախումների ու խաղաղ մանցնցում չի հեռանա իշխանությունից։ Ես վստահ եմ, ես շատ ավելի շուտ եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը եւ դա ասել եմ, գիտեք, երբ 19 թվականին, ես ասում եի, որ եթե 19 թվականը, 18-19 թվականը լավագույն ժամանակն է, երբ որ կար համերաշխություն, տենց համախմբում ու բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում նաեւ ոստիկանության, արդարադատության համակարգի բարեփոխում անցկացնելու, դա շատ ցավոտ process է լինելու, տենց հեշտ չէ էլի վերցնել ու ջարդել այդ համակարգը։ Ու երբ որ ինքը չգնաց այդ համակարգը բուժելու, ես այն ժամանակ եմ ասել, որ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի գործողություններ, որի համար իրան պետք է լինելու ոստիկանությունը, որը կկատարի ապօրինի հրեշավոր հրամաններ, իրան պետք է լինելու արդարադատության որն է, չարդարադատության համակարգը, որը նստելու է ու դակի այդ որոշումները, ու դրա համար Նիկոլ Փաշինյանին պետք չէր, որ ինքը փոխեր այդ համակարգը։ Հիմա մենք եկանք համոզվեցինք, ու սա առաջի անգամը չի, առաջի դեպքը չի լինելու, բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք ինչպես են ակնհայտ ապօրինի դատական ակտեր կայացվում, սկսած ընդդիմադիր առաջնորդներից, վերջացրած հոգևորականներով, շարքային քաղաքացիներով, բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարձակվում են հարցեր տալու, բայց մի հատ բան ունեմ, մի հատ լավ լուր ունեմ այս ֆոնին։ Ուրեմն բոլոր ժամանակներում ոստիկանությունը առհասարակ ուսադիր կրողները իրանք տենց իշխանության այդ ոնց ասում զալատոյ զապասնեն էլի տարբերակ չկար 100% գնալու են մեկը մեկին գնալու են քվեարկեին օրվա իշխանություններին անկախ անուն ազգանից այսօր այդպես չի Նիկոլ Փաշինյան այսօր այդպես չի ու ոստիկանները իհարկե կարծում եմ բոլորս ունենք ծանոթներ, ընկերներ, բարեկամներ, անծանոթներ
այս ամենամեծ ֆենոմենն է։ Երբ որ քեզ փողոցում մոտենում են պատահական մարդիկ քաղաքացիական հագուստով ու ասում են, որ իրանք ոստիկան են, որ իրանք հոգնել են ու խնդրում են ինչ-որ մի ձևի մի բան անել, այդ տենց էլի, տենց նեյտրալ, մի բան արեք, ախորպես մի բան արեք։ Դա չլսված բան է, որովհետև ոստիկանները միշտ եղել են ամենազուսպ, հավասարակշռված։ Ես խոսել եմ նաև զինվորականների հետ, մարդիկ խելագարվում են, որովհետև միջև վերջի պատրոնը կռված մարդկանց, այսօր մարդը անվանում է փախածներ, այնքան ստորա, որ ինքը բունկերում նստել էր, ծվարել էր բունկերում կիսահարբած վիճակում, տեքստեր էր արտաբերում, թող բացի ասում եմ միջև դատի տալը, բացի տես ինչ էր այնքը, ինչ տեսքով էր ինքը խոսում, իսկ պատերազմում մարտի դաշտում կռված ընկերներ, հարազատներ, ընտանիք կորցրած մարդկանց ինքը ասում է փախածներ։ Այս է իր որակը, էլի կամ որակի բացակայությունը տվյալ դեպքում։ Այնպես որ ամբողջ ոստիկանությունը չի գնալու իր համար քվեարկելու, զինվորականները չեն գնալու իր համար քվեարկելու։ Ես մնացածին էլ ովքեր կասկածում են գնան թե չգնան, Նիկոլին ձայն տալու, չգնաք ժողովուրդ, չգնաք, որովհետև սա նաև ձեր արժանապատվության հարցն է։ Դուք եք կռվել, Արցախում եք կռվել, ստեղ եք կռվել, լիքը տարաձայնություններ են ունեցել։ Ես ոստիկանության հետ աշխարհի չափ տարաձայնություն եմ ունեցել։ Մենք իրար հետ թուր թվանք, թշնամի ենք եղել միշտ ու բարիկադների տարբեր կողմերում ենք եղել։ Այսօր մենք բարիկադների մի կողմում ենք, որովհետև մի կողմում մենք ենք, որ մեր հայրենիքի համար տարբեր ձևերով ծառայել ենք, մյուս կողմում են մարդիկ են, ովքեր մեր հայրենիքը ուզում են ուղղակի վաճառել, տենց սրան նրան ասում են նվեր անել, այնպես որ մենք այս իրավիճակում մի կողմում ենք, Ժորժ ջան։ Տիկին Կարապետյան, այս իշխանությունը մեկ անգամ չէ որ հայտարարել է Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այդ միտքը նաև նախորդին հնչեց, նախ դուք անձամբ ում եք համարում քաղբանտարկյալ եւ մենք տեսանք որ երեք Բագրատ Սրբազանի կալանքը փոխանցում կալանքով, ինչու ընտրություններից օրեր առաջ ինչով էր սա պայմանավորված այն մարդուն ում ԿՊԱ-ականները ահաբեկիչ անվանելով ման էին գալիս ընտրություններից օրեր առաջ կալանքի փոխում են։ Նախ սիրելի ժողովուրդ, որևէ երկրում ամենակորած ու մոլորված երկրում, եթե մարդ իսկապես ահաբեկիչ է, ինքը երբեք ազատության մեջ չի կարող լինել։ Վստահ եղեք, որ այս գործը տապալվելու է, խայտառակ են լինելու, ու մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մի անգամ հարկերը մեր վճարած հարկերով վճարել են քննիչին, դատավորին, դատախազին, էքսպերտներին մթամ այդ սաղ, այդ կարգադրիչ, այդ տանող, բերող, ուղեկցող գումարտակ սաղին փող ենք տվել, մթամ որ արդարադատություն իրականացնեն, մի անգամ էլ փող ենք տալու, որ այդ մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար որպես վճարելու ենք Եվրոպական դատարանի որոշումներից հետո հիշեք ես։ Այսինքն մենք որպես քաղաքացիներ անիմաստ ծախսեր ենք անում, անիմաստ չի, իհարկե, եթե մարդու իրավունքը խախտվել է, իր պիտի հատուցումը լինի ու դա ճիշտ է։ Բայց մենք վճարում ենք մի բանի համար, ինչը որ, չգիտեմ, հանցագործություն է, այս իրավիճակը ուղղակի պետքա կանխել, էս սենց։ Հիմա Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ես կոնկրետ թիվը ասել չեմ կարող, որտեղ մենք ժամանակին քաղաքասարակությունը, երբ որ adekvatության մեջ էր եւ առհասարակ կար քաղաքասարակություն, մենք հավաքվում ենք օրինակ տարբեր քաղաքասարակության տարբեր կազմակերպություններով ու հերթով кейսերը նայում ենք, այսինքն գործերը նայում ենք, որովհետև դու կարող ես լինես քաղաքական գործիչ, բայց քո հետապնդումը քաղաքական էլեմենտներ իր մեջ չունենա, շարքային քաղաքական գործ լինի։ Մենք ամեն кейսը գնահատում ենք շատ բուրըն բանավեճներով են, որ սենց կինո էր լինում, էլի, ասում հիմնակայ թվում է թե մենք այտենց հեշտ իրար հետ միշտ բան ենք եղել, հաշտ ենք եղել։ Շատ բուրըն քննարկումներ արդյունքում, բայց մենք կարողանում ենք գալ ու հայտարարություն անել, թե ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալներ, ու միջազգային գործընկերները դա ընդունում էին, լրիվ ընդունում էին, ու դա քննարկման առարկա չէր։ Ու անգամ միջազգային գործընկերները կարողանում էին որոշակի իմաստով հորդորել օրվա իշխանություններին քաղբանտարկյալների նկատմամբ վարվել ավելի մեղմ, օրինակ փոխել խափանման միջոցը եւ մնացած ամեն ինչը։ Այսօր չկան այդ մարմինները, չկան այդ վստահելի կառույցները, այդ մարդիկ, ովքեր ինձ այդ թվում նաեւ կարող են գալ ասել, որ այս մարդու գործը նայել ենք, ես էլ կասեմ, ասենք այս ինչ մարդուն կամ այս ինչ խմբին, ոչ թե մի մարդուն, այլ ինչ խմբին ես վստահում եմ, կամ մեկին չեմ վստահում, բայց մնացած 5-ին օրինակ վստահում եմ, հա, ու ես գիտեմ, որ սա հաստատ բան, ու մենք թիվ կունենայինք ունեն, բայց հիմա չունենք։ Բայց այն որ դրանք տասնյակից ավել են, ես դες հաստատապես եմ ասում։ Ես երբեք օրինակ չեմ եղել Մամիկոն Ասլանյանի ֆանատ, երբեք, բայց Մամիկոն Ասլանյանը փաստ է որ քաղաքական հետապնդման է ենթարկվել քաղբանտարկյալ եղել։ Արտուր Ռոսիպյանը փաստ այնտեղ անձնապես ճանաչել, չճանաչելու, սիրել, չսիրելու հարց չկա։
քաղ բանտարկյալ է։ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է եղել, դա քննարկման ենթակա չի, որովհետև եթե դատախազությունը վստահ է, որ գործը քննել ես, լսել ես, ապացույցները հավաքել ես, բոլորին հարցա քննել ես, գործը ուղարկել ես դատարան, այդ մարդուն ինչ ես պահում կալանքի տակ, տրամաբանությունը ո՞րն է։ Իսկ հիմա ինչ են տարել իրան կալանքի տակ, որովհետև շատ լավ գիտեն, որ հետընտրական process-ներ են լինելու եւ Աշոտյանը իր այտենց խարիզմատիկ, այտենց շուխուրով, շուլուխով բանով ինքը կարող է նաև որոշակի դերակատարում կարող է ունենա, չգիտեմ, ես չունեմ պայմանավորվածություններ իրանց հետ, առիթ չի եղել անձնապես ծանոթել չենք իրար հետ, բայց փաստը մնում է փաստ, որ ընտրություններն ընդառաջ հիմա բացահայտել են գործ, որը ինչու ասա ինչեմ ես վստահ առանց քննելու այդ գործը նայելու։ Ասում է 2006, 8, տենց 10 թվերի գործ է։ Ժողովուրդ, այս 18 թվից մինչև 26 թիվը, այդ ինչին էիք սպասում, որ հիմա Աշոտյանին հիմա եք հավաքել տարել։ Այսինքն, այս տեսակ գործերը սրբազանների հետ կապված, Միքայել Սրբազանի հետ կապված խայտառակություն է դա, ազգային խայտառակություն է։ Հոգևորականների հետ կապված, ասում է, բաները, հոգևորականները հայ առաքելական եկեղեցու ոնց է կոչվում, բարձրաստիճան հոգևորականները չեն կատարել դատարանի որոշումը, վատ եք սաղդ, այսինքն կարգալույց անել չանելը, դա կաթողիկոսի բացառիկ իրավունքն է, մեկ այլ կրոնական կազմակերպություն գնացեմ մտել եք, ասել եք, այս ձեր պաստերին հանեք, դրեք, կուսակրոնա ինչ է, էսա այնա, չգիտեմ, երեխա ունի, չունի, հետ գցած փող ունի, գնացել մտել եք, կամ ասում շպիոն են, այդ մնացած կրոնական կազմա, ես նորից 1000 անգամ ներողություն եմ խնդրում բոլոր կրոնական կազմակերպություններից, բայց ես ուզում եմ, որ մարդիկ համեմատության մեջ հասկանան։ Այս երկրում գործում են բազմաթիվ կրոնական կազմակերպություններ եւ լավ են անում, որովհետեւ պիտի ազատություն լինի, մարդը ընտրելու հնարավորություն պիտի ունենա։ Եթե չեն մտել ոչ մի կրոնական կազմակերպություն, եթե ոչ մեկի շպիոն լինելը չեն ստուգել, ինչ են մենակ հայ առաքելական եկեղեցին դարձրել թիրախ։ Իսկ գուցե դա Ալիևի պահանջն է, իսկ գուցե դա հաստատապես, գուցե չէ, հաստատապես Ալիևի պահանջն է։ Իսկ գուցե դուք մտածել եք այդ մեծ ծրագիրը հայկականության, հայ եկեղեցու, այն ինչ որ մեր հիմքն է, մեր պատմությունը խեղաթյուրել, այն ինչ որ մեր հայկական իդենտիֆիկացիան է հիմքն է դրվում դրա, դա այդ ինչ է կնգել մեր հետևից։ Մի խոսքով նորից պիտի ասեմ, ամսի 7-ին հրաշալի հնարավորություն կա հանգիստ ակուրատնի գնալ, ընդամենը մի 2 րոպե է տևում, դա 2 րոպեից էլ պակաս է տևում քվեարկությունը, ժամանակ գտեք, գնացեք քվեարկեք, խնդրում եմ, ողողեք ընտրատեղամասերը, Նիկոլ Փաշինյանը մենակ դրանից արդեն վատանալու է ժողովուրդ ջան, գնացեք եւ ընտրեք ձեզ համար ցանկալի թիմերին, բացառությամբ նրանց, ովքեր որ ուղիղ իմաստով սատարում են Նիկոլ Փաշինյանին, ովքեր ձևացնում են, թե իրենք իսկապես ժողովրդավար են, արևմտամետ են ու մնացած են, այդ մարդիկ ստում են, գիտեք, շատ դժվար է Հայաստանը մի հատ առավելություն ունի ու նաև դժվարություն է առաջացնում։ Առավելությունը այն է, որ մենք բոլորս իրար ճանաչում ենք։ Ստե տարբերակ չկա, անգամ եթե մենք իրար հետ հիմա նստենք զրուցենք երկուսով, շատ մեծ հավանականություն կա, որ մենք կարող ենք բարեկամ դուրս գալ կամ առնվազն գոնե ընդհանուր լավ ընկեր ունենանք։ Մեկից մեկ էլի դա հեշտացնում է մեր կյանքը, որովհետև ստեղ թաքուն բան անելու տարբերակ չկա, բայց մյուս կողմից շատ դժվարացնում է քո կյանքը, որովհետև երբ որ դու ինչ որ մարդկանց անձնապես ճանաչում ես, քննադատելու, տենց ճիշտ խոսքը երեսին ասել, մի քիչ դժվարացնում է, իսկ մարդուն ճանաչում ես, բայց ժամանակը դրա վերջացել է։ Այդ ժամանակը այդ համեստության, այդ դաստիարակվածության, այս բանը վերջացել է։ Բոլորին պետք է ասել, ով ինչով է զբաղված։ Կեղծ արևմտամետության թեզերը, ձեզ դեպի արևմուտք տանելու այդ փառահեղ գաղափարները, ես անձամբ եմ խոսել տարբեր միջազգային գործընկերների հետ, սիրելի ընկերներ, մեզ ոչ մեկ իսկապես արևմուտք չեն, Եվրոմիություն իսկապես չեն հրավիրելու այս պահի դրությամբ, առնվազն մոտակա տարիներին, հասկանում եք, ոչ մեկ ընդեղ չի սպասում, երբ որ ձեզ կեղծ բաներ են տալի, խոստումներ են տալի, մտածեք, նորից ես Ռուսաստանի մոլի երկրպագուն էլ չեմ եղել, երբեք at slovo совсем, ես իհարկե խնդիրներ եմ տեսնում եւ ունեմ խնդիրներ Ռուսաստանի Դաշնության հետ եւ Արցախի հետ կապված եւ առհասարակ մեր հետ կապված, մեր գործերի միջամտության հետ կապված, բայց մի հավատացեք նրանք, ովքեր ասում են, որ ձեզ տանելու են դեպի Եվրոմիություն, ձեզ Եվրոմիություն չեն տանելու, որտեղ այնտեղ մեզ իսկապես չեն սպասում։
Եվ Տիկին Կարապետյան, ամփոփելով զրույցը, վստահ եմ այս հարցը շատերին է հետաքրքրում։ Եթե ձեզ հաջողվի ձեր ծրագիրը կյանքի կոչել ու ձևավորել 100-օրյա իշխանություն, դուք արդեն ձեր խոսքը նշեցիք, պետք է 10 տարի քաղաքականությամբ չզբաղվեք։ Ինչ ուղղությամբ է ծավալվելու ձեր գործունեությունը, որտեղ վստահաբար այս իրավիճակում դուք հաստատ անելիքներ ունեք։ Մի փոքր շտկում անեմ, ես ոչ թե քաղաքականությամբ չեմ զբաղվելու, այլ քաղաքական նշանակովի եւ ընտրովի, այո, պաշտոններ չեմ կարողանալու զբաղեցնել, ես էլ եմ տենց, մինչեւ մա սովորում եմ այդ ֆրազան։ Բայց քաղաքականությամբ զբաղվելը ինքը միայն պաշտոն չի։ Մեր մոտ տենց մոլուցք կա, չէ՞, որ ասում են մարդը քաղաքականությամբ է զբաղվել, բա ինչ պաշտոն ունես։ Անպայման չի պաշտոն ունենալ։ Մեր երկիրը կարիք ունի շատ լուրջ փոփոխությունների խորքային։ Մենք կարիք ունենք քաղաքական էլիտաների փոփոխության, մենք կարիք ունենք քաղաքական էլիտաների կրթության տալու։ Մենք կարիք ունենք մեծ հայկական պրոյեկտ, ինչպես պետությունը զարգացնելու, միավորելու Սփյուռքը, Հայաստանը, մեր կարողությունները, մեր հնարավորությունները, մենք ունենք արդեն մշակած շատ մեծ պրոյեկտ, որը պիտի կյանքի կոչենք։ Ուղղակի այս փուլում, եթե հիշում եք, մենք սկսել ենք նրանից, որ նժար-սամդրական շարժումով ենք սկսել, եւ այդ պրոյեկտը շարունակական աշխատում են այդ պրոյեկտի վրա, շատ մի մասը արդեն պատրաստ էր, մի մասը հիմա շարունակում են աշխատել նրանք, ովքեր բոլորին դեմի մեջ ներգրաված չեն, որտեվ թիմը ավելի տենց տարիքով մեծ, ավելի տենց մեծ փորձ, կյանք, աշխատանք տեսած մարդիկ են, իրենք մի քիչ ավելի տենց ծանր աշխատանքների համար էին, տենց փողոցում իրար հետ վազվզել, ոչկա գլորել, դա մի քիչ ուրիշ բնույթ էր։ Հետևաբար կա մշակված պրոյեկտներ, որոնք մենք պիտի կյանքի կոչենք, ու դրա համար բացարձակ պարտադիր չի ունենալ որևիցե պաշտոն։ Ցանկացած մենք ամենակարևորը հիմա որ անելու ենք, դա մարդկանց մեջ հույս ենք ներշնչելու, որ կարելի է ճեղքել այս իրավիճակը, կարելի է փոփոխություն անել, կարելի է իրար համբալ ու կզծնել, չասել ու գալ հասնել պարլամենտ, կարելի է փոփոխություններ իրականացնել ոչ թե քո թիմի համար, քո կուսակցության համար, քեզ համար անձնապես, այլ բոլորի համար անել պրոյեկտը, որտեղ անունը մի քիչ տենց բացասական էլեմենտ կա, մեջ ասում են բոլորին դեմ եմ, բայց իրականության մեջ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլորի համար գալ ու փոփոխություններին մասնակցել։ Ու պրոյեկտները շատ մեծ են ու լինելու է շարունակություն, ես շատ ուրախ եմ ասել, որ պրոյեկտները ես մնալու եմ քաղաքականության մեջ, ես զբաղվելու եմ քաղաքականությամբ, ես վատ լուր ունեմ լիքը մարդկանց համար, ովքեր մտածում են, որ այս 10 տարին ինձ խաղից հանելու է, ոչ, ես մնալու եմ, զբաղվելու եմ, օգնելու եմ, աջակցելու եմ ու դրա համար բացարձակ պարտադիր չի որ ունենաս պաշտոն, ստանաս պրեմիաներ, քեզ էլ երևակայես ու մտածես ես իմ ինչա։ Կյանքը շատ ավելի հետաքրքիր է ու շատ մեծ, իսկապես շատ մեծ աշխատանք կա անելու։ Ես իսկապես հույս ունեմ, որ ես վստահ եմ դրանում, մենք կարողանալու ենք հայկական պրոյեկտը առաջ տանելու ու հայկական պետականության կայացման հարցը դրված առնելու լրիվ ուրիշ մակարդակի վրա։ Մի քնեք գիշերը ժողովուրդ հայկական նրանք ովքեր որ հայկականությանը դեմ են մի քնեք գիշերը։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան հետաքրքրության համար։ Իմ հյուրն էր բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցը։ Կհանդիպենք։